30 տարի թույնի ու ատելության մեջ են ապրել այդ մարդիկ եւ մեկ էլ որոշել են, որ պիտի խաղաղ ապրեն մեզ հետ։ Այդ մարդիկ մանկապարտեզից, մսուրից այդ մտայնության եւ այդ կրթության կրողներն են, որ մենք իրենց ողերին ախոյաններն ու թշնամիներն ենք եւ իրենց ամբողջ կյանքը կազմակերպում են, իրենց ամբողջ նպատակը մեզ ջախջախելն ու ոչնչացնելն է։ Հիմա բոլորովին այլ իրականություն է, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է նախաստորագրվել եւ մենք տեսնում ենք, որ մեդիայում չկա այն հին նախա օգոստոս 8-յան հռետորաբանությունը եւ դա ինչ որ պահի կարող է սպառնալ Ալիևի իշխանությանը, որովհետեւ ի վերջո շատ լուրջ նարատիվներ են փոխվում, շատ լուրջ գործընթացներ են, որոնք պիտի ինչ որ կերպ նաև կառավարելի մակարդակում պահելու համար, կարծում եմ, այս տեսակ ելույթներ, Զանգեզուրի միջանցք, կապիտուլյացիա, այն բոլոր սխալները, որ մենք ենք գործել 94 թվականից, իրենք իրենա հետևողականորեն գործում են եւ լավ է որ գործում են, դրանից մենք միայն պիտի ավելի խոհեմ, ավելի իմաստուն գտնվենք, որպեսզի նույն ջուրը չմտնենք